Արմենիայում շաբաթ երեկոները կասկածելի կլինեն դեպքեր, պատմություններ ու հյուրեր։ Սիրված հաղորդումը վերադառնում է երրորդ եթերաշրջանով։ Երեկոյում կասկածելի Ուրախ զվարճալի հումորով լեցուն թողարկումներ ենք տեսնելու, ձևաչափը անփոփոխ։ Հեռուստադիտողն այս անգամ էլ հնարավորություն կունենա էկրանների առջևից տաղավար հասնել, պատմություն պատմել, կասկածել ու խաղալ։ Նոր եթերաշրջանը տարբերվելու է մյուս երկու եթերաշրջաններից իրականում հյուրերով։ Ոչ մի ինչ-որ տենց գեղեցիկ սպեցէֆեկտներ եւ հավելյալ շատ տարբերվող բաներ չի լինելու, որովհետեւ մեր հաղորդումը ունի իր ձևաչափը եւ մենք այդ ձևաչափին հավատարիմ մնալով շարժվելու ենք առաջ։ Ես չեմ ուզում հաղթողներ եւ պարտվողներ բանենք, որովհետեւ հաղթում է գիտեք ով, հաղթում է հեռուստադիտողը տեսնելով լավ հաղորդում, ծիծաղելի, զվարճալի կատակներ եւ հյուրեր։ Ինձ չի հետաքրքրում, ինձ նաեւ չի հետաքրքրում հաղորդման հաշիվը թե ով է հաղթում։ Ինձ համար կարեւոր է լինի ուրախ եւ զվարճալի, բայց ի տարբերություն ինձ Գարիկը ընկած է հաշվի հետևից, ես դա նկատել եմ արդեն 24 հաղորդում է նա գալիս է հաղթելու։ Երրորդ եթերաշրջանի մեկնարկային խաղին Արմենիայի Բարի լույսի տաղավարից են հյուր եկել։ Սիրված մեդիա դեմքերը մանկուց են հաղորդման հավատարիմ հեռուստադիտողը։ Գիտեին, որ օրը գալու է, խաղը խաղալու են։ Մարտական տրամադրությամբ են հարևանների տաղավար եկել, միայն թե փոքրինչ անսովոր է, իրար դեմ են նստելու, իրար դեմ խաղալու։ 13 տարեկան է, երբ որ հաղորդումը նոր եթեր գնաց, ես այդ ժամանակվանից գիտեի մի պատմություն, որը փոքր ժամանակ էր տեղի ունեցել ինձ հետ։ Հենց այս տարիքից մանուկ հասակում հենց այդ ժամանակվանից որոշել էի ինչ պիտի պատմեմ։ Իսկ իրական կյանքում հեշտ է խափում։ Դա մասնագիտական է, այսինքն մենք գեղեցկացնում ենք սուտը, որպես այդպեսին։ Իսկ հանդիսատեսը գալիս է, որ հավատա այդ ստին։ Գարիկն էլ առաջին իսկ պահից անակնկալ ունի թիմակիցներին, Ռոբին, տաղավարում գտնվող բոլոր մարդկանց ու բնականաբար հեռուստադիտողին, երգ է նվիրում մշտական մրցակցին։ Կարոտել էի քեզ եղբայր, իմ հարազատ, իմ երկրորդ մայր։ Ու այսպես մի ամբողջ եթերաշրջան կկասկածենք, բայց ժպիտով։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։